բայց նոր իրողություն եկա։ Եվ մեկ պետք է հատ փակեք էլ այդ դուրը կամ ձենը ցածրացնել։ Պարոն Սիմոնյան, նկատի ունեմ նախաստորագրված պայմանագիրը ազդեց, որ պետական ծախսերը ՊՆ-ի մասով պակաս։ Կրկնում եմ, որևիցե մեկի կողմից պահանջ չի եղել նման բան, որը որ մենք հաշվի ենք առել եւ դրանից ելնելով նման որոշում է կայացվել։ Երկրորդը, բոլոր որոշումները, բոլոր ռեֆորմները պայմանավորված են մեր երկրի չեմ կարող ասեմ գալի։ Համազգեստ ենք փոխել։ Հիմա գանք ասեն հետ այլ։ 3 տարի էկոնոմիկա հայլակել։ Հա, մի րոպե։ Պարոն Սիմոնյան, միականացնենք այսօրվա օրակարգին impeachment-ի, դա ինչքան է ռեալ համարում եք, եւ երկրորդ արտահերթ ընդդիմություններ հնարավոր են, որովհետեւ եթե նայենք մի քիչ դրա իրական ռեալ կողմին, դա ձեզ է ձեռնտու արտահերթ խորհրդանական ընդդիմությունները, որովհետեւ դուք եք պատրաստ հիմա մենք որևիցե ինչ ասեմ քննարկում նույնիսկ չենք ունենում այս լսումների հետ կապված լսումներն թող լսումներ անեն ընդդիմությունը կրկնում է նույն թեզերը որը որ փողոցում է կրկնել վերջի 4-5 տարվա ընթացքում թող մի հատ էլ ստեղ կրկնի երկրորդ ընտրությունները արտահերթ դրա կարիքը չենք տեսնում այո այսօր առաջին անգամ եմ ես այսօր իդեպ լսել բանախոսներից մեկից որ իրենք առաջարկում են ընտրություն պատկերացնում եք 4.5 տարի է անցել ընտրությունների մնացել է մոտավորապես 8 ամիս Աբրահամյանը մոտավորապես 8 ամիս է մնացել 4.5 տարի առաջին անգամ մենք լսում ենք որ ընդդիմությունը ասում է արտահերթ ընտրություններ դուք հասկանում եք ընդդիմության որտեվ իրանք պատրաստ չեն մի քանի բանի պատճառով պատրաստ չեն առաջին իրանք գիտեն որ իրանք չեն ընտրվելու այնուամենայնիվ բոլոր ընդդիմադիրները հա այսօր մենակ հանրապետականն է հայտարարել որ արտահերթ ընտրություն բայց մնացած որ նույնիսկ այսօր հանրապետականը չի ասում Աբրահամյանը առաջին անգամ տենց լղոզված ինչ որ բան հնչեցրեց որովհետև իրանք պատրաստ չեն երկրորդը իրանք գիտեն որ իրանք պարտվելու են չէ հիշում են հայտնի արտահայտությունները այն բանի մասին որ ընտրությունը պետք է իրանք չկազմակերպեն բայց միևնույն ժամանակ այսօր Իշխան Սաղաթելյանը ասում է դե հա ընդունում ենք որ իշխանությունը այսօր լեգիտիմ է 2021 թվականին երբ որ կյանքի եւ մահի հարց էր պատերազմից 6 ամիս էր անցել իշխանությունը ընտրություն կազմակերպեց եւ ընտրությունները ինքը այսօր արդեն նաեւ հրապարակայինորեն ընդունում է որ լեգիտիմ է իշխանությունը իրանք ինչ ընտրություն իրանք եկել ասել են եկեք Վազգեն Մանուկյանին տանք հետո եկեք կանադայի քաղաքացի Վազգեն Գալստանյանին տանք հետո կորոշեն իրանք ընտրությունների պատրաստ չեն մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների բայց դրա կարիքը չկա երկրորդը մեր ժողովուրդը մեզ 5 տարով պատվիրակել է եւ դա արդար այդ ընտրությունները տեսեք դուք շատ հետաքրքիր բան եք ասում եք դուք պատրաստ եք իրանք պատրաստ չեն ձեզ ձեր տալի այդ ընտրությունները պետքա ձեր տա ժողովրդին այսինքն մենք միշտ անկեղծ ենք եղել եւ չեմ պատրաստվում ժողովրդին խաբեմ ասեմ որ ես ինձ հիմա լավ է դրա համար ես հիմա գնում եմ ընտրություն ինչ եմ դնում անունը որ ասեմ ես հիմա գնում եմ արտահերթ որտեվ ես ուզում եմ շուտ վերընտրվեմ քանի ընդդիմությունը պատրաստ չի չէ դա ազնիվ չի մեր ժողովրդի նկատմամբ այդ ընտրությունը կլիներ ոչ թե երկրի ոչ թե ժողովրդի մասին այլ քաղաքացիական պայմանագրի մասին իսկ մեր ժողովուրդը այնքան խելացի այնքան քթի ծակով է կոլեկտիվ իմաստությունը մեր ժողովրդի բարձր է մենք այդտեղ ընդհակառակը կարող է շատ վատ տվյալներ գրանցել դուք ասում եք որ կարող երեխեք հաստատել էլ բազմաթիվ մեղադրանքներ գիտեք ինչ անգործությունը նույնպես ինչ որ գործ է հիմա իրանք զբաղված են ինչով երկու կարմիր գծով թել է անցնում այս խոսակցության մեջ առաջինը իրար մեղադրում են գոյություն չունի, այսինքն ոչ այն մեկի ձենն է հերիքում մեզ impeachment-ը, ոչ այն մեկին, վայ, տեսա ես նայել եմ, սխալ գիտես, ոչ այն մեկին ձենն է հերիքում, ոչ այն մեկի ձենն է հերիքում, հիմա լավ էլի խնդրում եմ էլի, լավ էլի խնդրում եմ, բայց ասում եք, որ 5 տարվա մանդատ է տվել ժողովուրդը, բայց կառավարության ծրագիրը ըստ էությանին, ինչը որ գրած էր 5 տարի առաջ, չի իրականացել այս կառավարությունը եւ ընդդիմության գլխավոր մեղադրանքը դա է, որ ըստ էության կառավարությունը եթե չի կատարել իր ծրագիրը, պետք է հրաժարական տա, այստեղ խնդիրը հենց դրանում է։ Շատ բարի, նախ եւ առաջ աշխարհում գոյություն չունի, որևիցե կառավարություն աշխարհում գոյություն չունի, որևիցե կառավարություն, որ 100%-ով մաթեմատիկական ճշմարտությամբ կատարում է բոլոր այն
բաները, որոնք որ գրված են կառավարության ծրագրի մեջ, որտեվ իրողությունները փոխփոխական են։ Միայն նախ մի հատ կարծիքի մասին խոսեմ, էլի չեմ խոսում փաստաթղթի մասին, չեմ խոսում սկզբունքների մասին։ Նախ բոլորին եմ ասում, միայն հիմար մարդը իր կարծիքը չի փոխում, երբ որ իրողությունները փոխվում են։ Միայն հիմար մարդը մեր երկրում վերջին 5 տարվա ընթացքում 2021 թվականից հետո տեղի են ունեցել Ղարաբաղյան դեպքերը, հայերի դուրս հանումը Ղարաբաղից 2023, 2022, 2021 թվականի ռազմական այդ իրողությունները Հայաստանի Հանրապետության քաղաքականության եւ բյուջեի կատարողականի վրա ազդեցություն ունենում է թե չի ունենում կամ լավ չենք կատարել, բայց լինում է չէ դեպքեր, երբ որ ասում ես օրինակ պայմանական 7%-ային աճ կունենաս, բայց 8 ես տալիս։ Այդ տրամաբանությամբ պետք է անդիմությունը գա, ասի մի տարի եկեք ավելացնենք մեր իշխանության։ Հասկանալի է, իսկ իրանք առանցքային հարցում ձախողել են թե հաջողել են։ Իրենք իշխանություն չեն, դուք։ Չէ, իրանք իշխանություն են, հա, հենց խնդրեմը է դա, ներողություն, հենց խնդրեմը է նա, որ իրանք մտածում են, որ իրանք իշխանություն չեն, դուք էլ դա կրկնում եք։ Անդիմության պաշտոնից հրաժարական տա։ Չէ, բայց այ շատ շնորհակալ եմ Լուսինե ջան, բայց իրականում ինչ են անում։ Իրանք ունեն փոխնախագահի պաշտոն, որպեսզի իրար ունեն փոխնախագահ դաթորը դատարկա, իրանք ունեն հանձնաժողովների նախագահների պաշտոն, իրանք ունեն պատվիրակությունների մասնակցության տեղ, իրանք ունեն падգամավորական գործունեության իրավունք։ Մենակ չեն օգտվում, պետք է անկեղծ լինեմ, հիմա չեն օգտվում, հա։ Նախագծերը, օրենքները։ Մի հատ բան ասեմ ձեզ։ Եկեք ով ասեց էական չի։ Շատ ձեզ թվում է, որ մի հատ հարց տամ, այ էսենց էս բոլոր ձեր հարցին ի պատասխան։ Եկեք մի հատ այնց իրականություն պատկերացնենք, որ իրանք 60%-ով իշխանություն են, քաղաքացիական պայմանագիրը ես Նիկոլ Փաշինյանը եւ մնացած 40%-անոց ընդդիմություն ենք ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Մենք իշխանություն չէինք լինի, մենք 6 ամիս հետո իշխանություն իրանց ձեռից կվերցնենք, 6 ամիս հետո։ Ինչա՞ քաղաքականությամբ իրանք Չէ։ Անիջան, բարև ձեզ։ Ես ձեր հարցերին չեմ պատասխանել, որտեվ դուք անձնական դաշտ եք մտել, ես ձեզ չեմ թույլ տվել։ Ես ձեր հարցերին չեմ պատասխանել, շնորհակալ եմ։ Այլ հարցեր կան։ Հայկ Սարգսյանը Դրա մասին չեմ խոսալու, արդեն խոսացել եմ։ Արդեն խոսել եմ դրա մասին։